2025 թվականի հուլիսի 1-ից օրենսդրական փոփոխություններից ելնելով հաշվապահական եւ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հարկվելու են ավելացված արժեքի հարկով։ Ոլորտի մասնագետների պնդմամբ փոփոխության ազդեցությունը բավականին մեծ է, որն անդրադառնալու է ոչ միայն հաշվապահական եւ իրավաբանական գործունեություն իրականացնողների, այլև այդ ծառայություններից օգտվող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա։ Քննարկմանը մասնակցում էին մոտավորապես 50 հաշվապահական գրասենյակների ղեկավարներ եւ սեփականատերեր, ովքեր ներկայացնում էին մոտ 600 հաշվապահների շահեր։ Ինչու՞մ է կայանում այսպիսի մասսայական քննարկումը, նաև երեք կայացած բողոքի ակցիան, որն է նպատակը։ Այս փոփոխության ազդեցությունը բավականին մեծ է, այն անդրադառնում է ոչ միայն հաշվապահական եւ իրավաբանական գործունեություն իրականացնողների վրա, այլ նաև այդ ծառայություններից օգտվող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա։ Եվ աննախադեպ է նաև այս փոփոխությունը, քանի որ այն տեղի է ունենում տարվա կեսից, նորմը վատթարացնող է եւ ոչ թե պարզապես դրույքաչափ է փոխվում, այլ մի ամբողջ հարկման ռեժիմ է փոխվում, այսինքն շրջանառության հարկի համակարգից նշածս ոլորտում գործունեություն իրականացնողները, հաշվապահները եւ իրավաբանները հարկվելու են ավելացված արժեքի հարկով։ Եվ ինչպես նաեւ մեր քննարկման ընթացքում տարբեր մարզերում գործող մի շարք գրասենյակների կողմից, Երևանում գործող գրասենյակների կողմից բարձրացվեց խնդիրը կնքել մարդկանց հետ համաձայնագրեր եւ ասել, որ հուլիսի 1-ից մեր ծառայությունները օրենքի ընդունման հետ կապված փոփոխվելու են, աբսուրդային եմ համալում եւ կարծում եմ, որ ոչ ոք չի համաձայնվելու։ Ավտոմատ ստացվում է, որ հաշվապահական ընկերությունները բեռը վերցնելու են իրենց վրա։ 20% ավելացված արժեքի հարկ, 18% շահութահարկ, նախկին գործող 5% շրջանառության հարկի փոխարեն։ Հաշվապահների ասոցիացիայի պնդմամբ այս օրենքը բարենպաստ պայմաններ է ստեղծելու ստվերում գործող հաշվապահների համար, որոնք գնի վերանայման խնդիր չեն ունենալու, կարողանալու են ցածր մրցակցային գին առաջարկել, որի արդյունքում էլ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները նախընտրելու են համագործակցել առավել ցածր մրցակցային գին առաջարկող մասնագետների հետ։ Ունենք մի իրավիճակ, որ որոշ դեպքերում այդ փոփոխությունների բեռը մնում է փոքր եւ միջին բիզնեսի վրա, որոնք դեռ նոր փորձում են հարմարվել այս նոր տնտեսական իրողությանը, իրենց շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությանը, դրան գումարվում է նաև մասնագիտական ծառայությունների թանկացումը։ Կան ստվերում գործող մի շարք հաշվապահներ եւ բնականաբար սա եւս մեկ անգամ շատ բարենպաստ պայմաններ է ստեղծելու ստվերում գործող հաշվապահների համար, որոնք գնի վերանայման խնդիր չեն ունենալու, կարողանալու են ցածր մրցակցային գին առաջարկել եւ բնական է, որ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները նախընտրելու են համագործակցել հենց առավել ցածր մրցակցային գին առաջարկող մասնագետների հետ։ Իմ կարծիքով սա պետք է նորից անցնի քննարկման եւ պետական մակարդակով եւ մասնավոր, որպեսզի ում որ վերաբերում է, այսինքն այդ մեծ դաշտը, որը որ տնտեսական գործունեություն է ծավալում, այսինքն նրանք էլ կարողանան հարմարվել եւ իրենց գնային քաղաքականությունը կարգավորեն։ Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, եթե նախկինում կարողանում էին ինքնուրույն հաշվարկել հարկը եւ վճարել պետական բյուջե, այսօր ստիպված են լինելու դիմել հաշվապահական մասնագիտական ծառայություններին։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիան քննարկմանը հրավիրել էր նաև ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանին, ով ներկայացնում էր ՓՄԶ համայնքի շահերը։ Ամենակարևոր բանը, որ մենք անընդհատ շեշտում ենք, կա կառավարության որոշում 2020 թվականի, որտեղ սահմանվում է ազդեցության գնահատումը իրավական ակտեր ընդունելուց առաջ, այսինքն կարգն է սահմանում եւ այն մեծ խմբերը, որոնք հենց հիմա ասենք նորից խոսում ենք շրջանառության հարկին օրինակ հունիս ամսվան 50,000-ից ավել գերփոքր բիզնեսիներ վերաբերում, դրանք պարտադիր են խորը ազդեցության գնահատում անելու։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս պահի դրությամբ հաշվապահական գրասենյակները ունեն գործող պայմանագրեր, որոնք մինչև տարվա վերջ չեն կարող վերանայել։ Շատ դժվար է տարվա կեսից հարմարվել այս նոր դրույքաչափերին, նոր տնտեսական իրողությանը եւ նաեւ համաձայնության գալ ծառայությունից օգտվողների հետ, քանի որ պայմանագրերում նախատեսվում են անգամ դրույթներ, որ պայմանագրերի գներ չեն կարող վերանայել մինչև հաջորդ օրացուցային տարի։ Շատ դժվար է լինելու եւ բավականին մեծ բեռ է ընկնելու հաշվապահական գրասենյակների ուսերին։ Ունենք մեր խնդրանք պահանջը, որ այն պետք է հետաձգվի մինչև 26 թվականի հունվարի 1-ը։ Ինչու հետաձգվի, որպեսզի ժամանակ լինի բավարար քննարկումների եւ վերլուծությունների։ Տրված ժամանակը հաշվապահներին եւ բիզնեսներին կօգնի, որպեսզի ադապտացվեն ստեղծված նոր իրավիճակին եւ գնային փոփոխություններին։
Մասնագետներն առաջարկում են օրենքի գործողությունը տեղափոխել մինչև 2026 թվականի հունվարի 1, որպեսզի հնարավոր լինի պետության կողմից լուծել ստվերում գործող հաշվապահների խնդիրը, նաև հնարավորություն տալ գրասենյակներին և ծառայություններից օգտվողներին հարմարվել նոր փոփոխություններին, ինչպես նաև համաձայնության գալ ծառայությունների մատուցման նոր գնառաջարկի հետ։